Ինչ է հայրենաճանաչությունը։ Մինչև պատմություն առարկան ուսումնասիրելը հայրենասիրության հիմքը քո հայրենիքը ճանաչելն է։ Հայրը այնպեսի ազգ չեն, որ երեկ են առաջացել կամ ինչ որ խառնուրդի հետևանքով 100 տարի առաջ ինչ որ կոմունիստ լիդերը անունը դրել։ Հայրը այնպեսի ազգ են, որ իրապես երբ որ խորանում ես, անսահման խորանալու տեղ կա մեր պատմության մեջ։ Դու քո պատմության այնպեսի հարուստ պատմության ժառանգորդ ես, ու այդ մեկ-մեկ ես զարմանում եմ, որ հասկանում եմ, որ այս ամբողջ հարուստ պատմության ժառանգորդը ես եմ։ Հա։ Դուք եք, այսինքն այսքան քիչ մարդ ու այս պատմության, որ պատմական բոլոր process-ներին տեսնում ես հայերի մասնակցությունը տարածաշրջանում Հյուսիսային Միջագետքից բռնած Արևմտյան Հայաստանից, Կիլիկիայից, Կապադովկիայից բոլոր շրջաններում մենք տեսնում ենք, թե ինչ մեծ ազդեցություն է թողել հայ ազգը, ինչ մշակութային ազդեցություն է թողել։ Հիմա գանք հայրենաճանաչությանը։ Հայրենաճանաչությունը դա քո հայրենիքի սահմանները, քո փոքր հայրենիքի անգամ սահմանները ճանաչելու, թե ինչ է արվել, որպեսզի դու հասնես այս օրվան, դա ճանաչելու ամենակարևոր առարկան է։ Երբ որ հայրենաճանաչությունը կա, հայրենաճանաչությունից է ստեղծվում հայրենասիրությունը։ Դու պետք է ճանաչես այն, ինչ սիրում ես։ Երբ որ մենք մեր հասարակությունը հասկանա, թե ինչի տեր ենք մենք, դա հեղափոխական նշանակություն կլինի հայերի համար որպես ազգ, որը այսքան դարերի ընթացքում, այսքան ճնշումների ընթացքում ամեն դեպքում պատվով հասել է այսօրը։